Կային Կարապետյանը, որ այդքան վարկանիշում էր, այդքան համարքում են, այսինքն անելիքների հիման վրա պետք է լինի, չէ՞ որ իրեն ուզենան տեսնել վարչապետ։ Հանելուկա ինչի։ Դա իմ բանը չի։ Տարբեր սոցիոլոգիական հարցներ, դուք հարց տվեցիք, չէ՞ սոցիոլոգիայից։ Թե ես լսեցի մի մասը տալիս եք, մյուս մասը հրապարակվի։ Եթե ասում եք 23% է հանրապետականը, դրան գումարը որ տալու Մարկարյանը 60% է, վարչապետը 52%։ Բայց ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է ազնիվ արդյունավետ նորմալ աշխարհ եւ ժողովրդի դրական սպասումները։ Հանրապետականի հույսը փաստորեն ռեյտինգային թեկնածուների վրա է։ Հանրապետականի հույսը առաջին Աստվածը, երկրորդը իր աշխատանքը, երրորդը մեր ժողովրդի ճիշտ ընտրությունը։ Երեք հույսեր ունենք։ Աստված, ժողովուրդ եւ մենք։ Ինչպես է գնահատում օրը դաշինքի առաջարկությանը բոլոր ընդդիմադիր ուժերին объединиться, да, всем оппозиционным силам, подать идеи минус один, чтобы РБ не прошла во власти. Բնականաբար այդ հարցը պետք է ուղղակի դիմադրի մեր գործընկերները, որովհետև այդ հարցը ուղղված է հանրության մեր ներկայացուցիչներին։ Նրանց մի մասը արդեն մամուլի միջոցներով պատասխանել է, մի մասը եւ ես չէ որ պետք է պատասխանեմ մեր հարգարժան օրոյականների առաջարկներին, որովհետև այդ առաջարկները մեզ ուղղված չեն։ Իրանք են որոշել եւ յուրաքանչյուր քաղաքականություն ժապրիելից հետո ենք կգործում ինչպիսի ձևաչափով մասնակցել պետության կառավարմանը։ Մերժում են հանրապետականի հետ համագործակցություն։ Բոլոր նորմալ երկրներում մերժում են եւ քննադատում են իշխանություններին եւ ընդդիմության բանագործը պետք է լինի իշխանություններին քննադատելը։ Շատ զարմանալի կլինի, որ ընդդիմությունը ընտրությունների ժամանակ ծափարել իշխանություններին։ Ոչ միակույնը ղեկավարներ հարցը տվել եք, թվեք պատասխանել։ Դա ինչպես մեր դասականներից մեկը կասի, իսկ տվյալ դեպքում հիմնադիր նախագահ պարոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության գործը քննադատելն է, իշխանության գործը աշխատելն է, երբ անձև է գալիս ընդդիմությունը գցում է իշխանության վրա, երբ արև է լինում ընդդիմությունն ասում է, որ դա է շնորհներ, սա նոր բան չէ, այդպես է եղել, այդպես կա եւ այդպես կլինի։ Մանավանդ նախընտրական փուլում։ Вам кажется, это удастся, потому что уже один раз была попытка объединить в формате минус один, минус РП, у них тут выборный период, но это не удалось оказаться. Ես ինձ հետաքրքիր չի նրանց օրակարգը, մենք ունենք մեր օրակարգը եւ որևէ քաղաքական ուժի առաջարկ օրակարգ, որը չի վերաբերում Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը, մենք այդտեղ չենք հետաքրքրություններ չունենք։ Մենք ունենք մեր օրակարգը, մենք մեր օրակարգով գնում ենք դեպի ավելի երկուսի ինստիտուցիաներին, դատավորը ժողովուրդն է, ինչպես որոշի մեր ընտրողը, այնպես էլ կլինի։ Մենք ունենք մեր օրակարգը անկախ նրանց առաջարկներից, դա իրենց առաջարկությունն է, որը ուղղված չէ մեզ։ Պարոն Շարմազանov, իսկ ինչու է հենց վարչապետը ընտրվել ՀՀԿ-ի հիմնական դերակատար Քարոզարշյան, ոչ թե չգիտեմ Վիգեն Սարգսյան, Տալ Մարգարյան։ Ասում որ նախ Վիգեն Սարգսյանն էլ է շատ ակտիվ մասնակցում քարոզչությանը, բայց վարչապետն է ընտրվել, մեր միասնական որոշումն եղել եւ պարոն վարչապետի համաձայնությունը, քանի պարոն վարչապետի կուսակցության նախագահի առաջին տեղակալն է եւ նաեւ պարոն նախագահ հայտարարել է, որ հաջողության դեպքում Կարեն Կարապետյանն է ղեկավարելու գործադիրը։ Այսինքն մենք անկեղծ ենք մեր ընտրողների հետ, մենք այլ ուժերի հետ չենք ասում, մեզ ընտրեք, մենք հետո կորոշենք ով է մեր վարչապետը։ Շատ ուժեր դուք երեք ջան, այսօր ստեղ եմ, բոլոր արդեն պատասխան։ Այո, առանձիններ, եւ վարչապետն է մեր տեխնացիոն, վարչապետի տեխնացիոն Կարապետյանը եւ մենք անկեղծ ենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ գնում է ընտրությունների, կա չգրված օրենք, դու պետք է ասես քո կառավարության ղեկավարի, մանավանդ պարլամենտական երկրներում։ Մենք ունենք ուժեր, ովքեր որ խոսում են արևմտյան մշակույթի, արևմտյան արժեքների մասին, բայց երբ որ իրենց ուղիղ հարց է տալի, ով է ձեր վարչապետի տեխնացիան, ասում եմ մի հատ մեզ ընտրեք, մենք կորոշենք։ Դա այդքան է ժողովրդավարական չէ։ Իհարկե գրած չի որևէ համալրական պահանջ չկա, բայց մենք անկեղծ ենք, ասում ենք եւ ասում ենք ժողովուրդ ջան, սա է մեր թիմը, մենք այս թիմով ենք հաջողության հասնելու պարագայում շարունակելու մեր բարեփոխումները եւ մեր վարչապետի տեխնացիոն Կարեն Կարապետյանը։ Ուստի նաեւ ուղիղ առանց միջնորդների մեր վարչապետի տեխնացիոն հանդիպում է մեր ընտրողների հետ։ Պարոն Շարմազանով, նաեւ արդեն հերթական դեպքներ տեղի ունենում հանրապետականի ներկայացուցիչի մասնակցությամբ բռնություն եւ նաեւ աշնակում է վերջին դեպքը եղել, դաշնակցության եւ նաեւ դաշնակցի քարոզարշավի հետ կապված։ Ինչու է այդպես, որ միշտ գլխավոր դերերում հանրապետականի ներկայացուցիչն է։
Ես կխնդրեի իմ լրագրող իմ սիրելի հարգելի գործընկերներին հարց տալուց պնդում չանել։ Դուք ես առհասարակ եմ ասում։ Երկրորդ, հանրապետականը որևէ տեղ ներգրաված չէ։ Հանրապետականը բազում անգամներ, նաև իմ շուրթերով ասել է, որ մենք խստագույնս առաջարկելու ենք պատժել օրենքով այն մարդկանց, ովքեր որ կշեղվեն քարոզչության ժամանակահատվածում ընտրական օրենսգրքի տալիս։ Սա միանշանակ։ Երեխեք, դուք ինձ հարցը տվել եք, չէ՞։ Ես դասախոս եմ, որ երեխեքին հարց եմ տալիս, իմ ուսանողներին, թողում եմ, որ իրանք պատասխանեն։ Հիմա ասում ենք, ես ուսանող եմ, դուք դասախոս եք, հարցը տվել եք, թույլ տվեք պատասխանեն։ Չնայած մեր դերերը այդպես չեն, մենք հավասար զուգահեռ դիրքերում ենք այդտեղ։ Սա առաջինն է, երկրորդը 1200 ակտիվ տեխնացու կա այս պրոցեսին։ Այդ 1200 յուրաքանչյուր ունի բարեկամ, ընկեր, համախոհ։ Եվ կարիք չկա յուրաքանչյուր թեժացում, փոքրիկ միջադեպ կապել հանրապետականի հետ։ Յուրաքանչյուր երկրում է նման բան լինում է։ Բայց կանգնել ասես հանրապետականն է եւ այլն, մի անդեք տեսնենք։ Բայց միայն դրա հենց հանրապետականի ով ասում, ես մազես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա առաջինը, 1, ես հերքում եմ, երկրորդը ինչպես հերքեցի նաև Աչափնյակինը, եւ նույնիսկ այդ մարդը, որ ասած ես ընկեր եմ, եւ երրորդը։ Օրեր առաջ Ալավերդում հանրապետական կուսակցության շատ պինդ, հզոր եւ ազնիվ համախոհներից մեկին դեպք է պատահել կենցաղային կրկնում եմ կենցաղային լողի վրա հարցակվելն եւ դանակահարելն։ Ես ինչ կանգնեի եւ այսպես կոստյումս բացեի եւ այսպես հիմա այսպես խոսեի ասեի հանրապետականի վրա հարցակվեցին քաղաքական հաշվեհարդարա, չի կարելի ամեն ինչ ընտրական process-ում քաղաքականացնել եւ տանել կրկերի թեժացման ճանապարհով։ Բնականաբար ընտրական գործընթացում որոշակի կրկերի թեժացում կլինի, դրա համար կան իրավապահ մարմիններ կա ամեղության կանխավարկած, կա խնդիր։ Մեր քաղաքական, ես կարող եմ տալ քաղաքական գնահատական, հանրապետական կլինի, Սարոկյան դաշինքից կլինի, թե կոմունիստ կլինի, թե այլ կուսակցությունից կլինի։ Օրենքը խախտեց, պետք է պատժվի։ Մենք մեր համախոհներին ասել ենք, մեր թիմակիցներին ասել ենք, ցանկացած օրինախախտում պետք է խստագույնից պատժվի։ Մնացածը արդեն, եթե ունեք նյութեր, տվեք, շատ ավելի լավ իրավապահ մարմիններին, աջան, ես արդեն 42 տարի է պարոն Շահմազյանը։ Աջափնյակի միջադեպի հետ կապված ԲՀԿ պատգամավորի տեխնացուն նշել է բացատրություններում, որ ինքը ընկել է։ Սա չի վկայում, ես ինքս եղել եմ այնտեղ պատմում են ականատեսները, որ միջադեպ իրոք եղել է։ Սա չի վկայում, որ նախ արդարադատության համակարգի նկատմամբ չկա վստահություն եւ երկրորդը արդյոք սա չի հանգեցնի վրեժի անձնական մակարդակում եւ վենդետայի, այսինքն սպասենք նոր պայթյուններ Աջափնյակում։ Եվ խոսքը նաև Արման Սահակյանի մասին է։ Արման Սահակյանին այդ գործիչը պահեք, Արման Սահակյանը քաղաքագետ Գարշավանում, սա որպես նաև Արման Սահակյանի ընկեր եմ ասում, եւ որպես մարդ շատ լավ տեղյակ է։ Սա մեկ։ Երկրորդը վենդետաներ, արյունահեղություններ, անկայունություններ կոչող հանդես եկողներին այս մեծ պահքի շրջանում սիրո, համերաշխության եւ հանդարտության կոչ եմ անում։ Մեր երկրում ցնցումներ, ապակայունություն, այնահեղություն, վենդետաները պետք է լինեն անցյալում։ Անկախ նրանից ով կընտրվի, ոնց կլինի, Հայաստանը բոլորիս հայրենիքն է, մենք այսօր հակառակորդներ չունենք, թշնամիներ առավել եւս։ Բոլորին կոչ եմ անում, ով որ այնահեղության կոչ է անում, ես էլ կոչ եմ անում խաղաղության, համերաշխության, սիրո, հանդարտության, փոխադարձ ըմբռնման, որովհետեւ Հայաստանը բոլորիս հայրենիքն է եւ կարիք չկա մրջունից փիղ սարքել։